Մենահատ հրաձգությամբ ու կրակայերթով զինծառայողները խոցում են թիրախները, ատեստավորման քննող հանձնաժողովին են ներկայացնում մասնագիտական գիտելիքները, շարային եւ ֆիզիկական պատրաստության աստիճանը։ Տրամադրությունը բարձր է, պատրաստականությունը շատ բարձր է։ Երկրորդ անգամն է ինչ ատեստացիա եմ հանձնում, ստացել եմ կրակային պատրաստությունից 5։ Շարունակելով խոսքը զինծառայողներն ասում են, ջանք ու եռանդ չեն խնայել, պատրաստ են վերանելու գիտելիքներն ու տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունը։ Բոլորս այդ ձգտում փորձում ենք լավ հանձնել ատեստավորումը, քանի որ այդ մեր համար պատվի հարց է։ Շատ մեծ է պատասխանատվությունը այդ առումով, ամեն ինչ պետք է գերազանց վիճակում լինի, թե մարտական պատրաստություն, թե կարգապահություն։ Քննող հանձնաժողովներից մեկի նախագահ գեներալ-մայոր Հրաչ Ստեփանյանը նկատում է, Պաշտպանության նախարարության բարեփոխումների ծրագրի շրջանակում իրականացվող գործընթացի նպատակը ոչ միայն զինված ուժերի պատրաստության աստիճանի բարձրացումն է, այլև զինծառայողների սոցիալական բարեկեցության բարելավումն ու պատրաստության համապարփակ վերհանումը։ Զինված ուժերում ատեստավորման գործընթացը իրականացվում է անընդհատ, հետևողական։ Գործընթացը արդեն հաստատուն հիմքերի վրա է դրված, զինծառայողների մարտական պատրաստության իրենց կարողությունների ստուգումն է իրականացվում։ Ատեստավորման գործընթացի շրջանակում ի թիվս այլ առարկաների վեր է հանվում նաև զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանը։ Ատեստավորվող անձնակազմը քննություն է անցնում ձգումներ պտտաձողի վրա եւ վազք վարժաձևերից։ Քննական այս պահանջները զինծառայողները նույնպես հաղթահարում են առանց մեծ դժվարությունների։ Բացի այդ, ատեստավորման ընթացքում թեստային հարցաշարերի միջոցով ստուգվում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների եւ ծառայողական պարտականությունների իմացությունը։ Ատեստացիայի շնորհիվ ավելի շատ է սկսում պարապվել, ավելի շատ է սկսում ուշադրություն դարձնել այդ պարապմունքներին։ Դրա հետ մեկտեղ աշխատավարձն է բարձրանում, որով կարողանում են հոգալ իրենց կարիքները։ Այսպիսով, հարկ է փաստել, որ Պաշտպանության նախարարի անմիջական ուշադրության ներքո գտնվող ատեստավորման գործընթացը խթան հանդիսացավ, որպեսզի զինծառայողները առավել լուրջ մոտեցում եւ լրացուցիչ ժամանակ հատկացնեն ինքնուսուցմանն ու շարունակական կատարելագործմանը, գրակային, շարային ու ֆիզիկական պատրաստությանն ու մասնագիտական գիտելիքներին։ Ատեստավորման գործընթացը զինված ուժերում նաև զինծառայողների մարտական պատրաստության գործընթացի վերահսկման եւ կարելի ասել նաև անհատական պատրաստության ստուգումներ են։ Զինծառայողները ատեստավորում իրականացնելով նաև անհատական պատրաստություններ են բարձրանում, իրենց որակական պրոֆեսիոնալիզմը բարձրանում եւ նաև սոցիալական խնդիրներն են լուծում զինծառայողների։ Մերսես Սիվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։